Telefon am գիլա երասնա խոսելիս, միակ կապը վերջի րոպենն են։ Դե Արուշան Արտուրն է խոսում։ Արմենը, Պարանցյանը, երկու հոգի ստանել, 3 հոգի եմ դեմ։ (2023-ին) Ստեփանակերտի հարավ-արևելյան հատվածում պաշտպանություն էր զբաղեցնում աշխարհազորային առաջին գումարտակը։ Դիրքերը ձգվում էին 841-ից մինչև 846, Շուշիի տանկ հուշարձանի մոտից մինչև Դաշուշեն։ Ինձ ճիշտ ասած առավոտ 11-ին աշխարհազոր հրամանատարը զանգեց, ասեց որ 5 ապակաս, դե արդեն մի քանի անգամ ասել են էլ արդեն։ Ես սկսեցի շրջանցել եւ միաժամանակ էլ իմ երկրորդ վաշտը Սովորբանը քաղաքում էր, Ստեփանի հանգստանում էր։ Իրան վաշտ հրամանատարի ազնագազմը հավաքի։ Ես գնաց ոչ մականետների մոտ ժամը 1-ին սկսեց տրակոսները։ Մի հատ գմփուն զգացի ու մեջքիս հարված։ Մեջքիս հարված զգացի մոտ մի 5 րոպե չափ, 2 րոպե չափ չէի պատկերացնում ինչա կատարվում։ Հրետակոծության հետևանքով 843 դիրքում կային զոհեր եւ վիրավորներ։ Անձնակազմը ստիպված նահանջեց հարակից դիրք։ Սակայն հիմնական գրոհը տանկ հուշարձանի մոտ գտնվող 842-ի վրա է։ Այնտեղ հակառակորդի հետևակը ներխուժեց դիրք։ Շուշիի տանկ հուշարձանի մոտի դիրքը հայտնի Խաչի պոստ անվամբ նաև հրամանատարական կետ էր։ Այդ օրը հերթապահության մեջ էր գումարտակի առաջին վաշտը, որի հրամանատարը Բորիս Բալայանն էր։ Սա 842 մարտական դիրքի հետևն է, որտեղ ԱԳՍ-ի ազնագազմ մնում էր, հենց շենքում էր մնում, իսկ 42 մարտական դիրքը մի 50 մետր բարձր վերև է։ Ասես ԱԳՍ-ի Միրզոյան Արտուրն է։ Ասած մի քանի թորքի սպանել են, այդ թորքերը շրջվել են տանկի տակովսի մտել։ Տղով են բարձրացել եւ իրանք, ասենք, sense զախի վրա են, իրանք բարձունքում են եղել Աղաջան Արտուրը։ Իրանք էլ արդեն մի քիչ ներքև մի 100-200 մետր։ Եվ իրանք համար հեշտ է եղել։ Դե բանը Բալայան Բորյանն է, դե ինքը խոշոր տրամաչափի գնդացրի վրա եղել, SVT-ի վրա եղել, դա օգտագործել է, հետո եկել արդեն սկսել ավտոմատով կռվել։ 815-81։ Կապի խզման պատճառով գումարտակի հրամանատարը մի պահ չէր հասկանում, թե ինչ է կատարվում 842-ում, եւ նա հետախույզներից մեկին ուղարկում է դիրք։ Մեկը գնաց իմ հետ կապ հաստատեց, օգնեց, Բորյային հանեցինք, ասեց որ վաշտ հրամանատարը վիրավորվել է, մնացածը աղջիկներին հանել ենք, 3 աղջիկ են եղել, մի հատ բուժքույր, 2 հատ կապավոր, ոտ աղջիկները հանել են, ուղարկել դեպի ռուսները։ Հետո ռուսները իրաց ձեռի զենքերը վերցրել են եւ BMP-ներով իջացրել արդեն Ստեփանակերտ։ 842 դիրքի աջ թևում բարձունքում դիրքավորված էր առաջին վաշտի 3-րդ դասակի հրամանատար Արթուր Աղաջանյանը եւ 5 աշխարհազորային։ Աղաջան Արտուրի հետ կապ է պահում, ինքը ինձ ասեց, որ արդեն գառին մոտիկանում են դիրքերից մոտիկանում են, ուզում են մտնեն դիրքը, հենց 42 մարտական դիրքը։ Շատ էին թուրքերը։ Ահավոր շատ էին։ Ոնց ասեմ, նայում ենք ներքևից ոնց էին բարձրանում, ոնց որ մագլումը չի են, որ շակալները գալիս են, շները գալիս են, կառշնվի, այդտենց բարձրանում էին սարը։ Աղաջան Արտուրին հլակապ կար մոտո, ես Արչուկին ասեցի, Աղաջան Արտուրին ասեցի, թորքերն այ տակով անմտնում են դիրքը, բանարա, մինչև խոդարա ուրիշ տեղից սկսի կրակելը, որովհետև դու բարձունքի վրա ես, քեզ խփելու են։ Զգացինք, որ մեր բլինդաժը արդեն չկա, մեր բլինդաժից էլ են կրակում մեր վրա թուրքերը։ Շրջափակման մեջ ունենք մնացել էր արդեն 2-3 հատ գրանատ ու մի քանի հատ պատրոն խռամատում։ Նամանձերը կապ ստացավ Արչուկը։ Դա
տված է, էլի չեք այդից հետ քաշվեք, կոմանդիրը через мой труп։ Ինքնից ասում ռուսերեն պատասխանեց, ասում է через мой труп, լի այդ խոսքը նա մի քանի տեղ է ասում, էլի ասում է через мой труп, что թուրք չի անցնել ստողով։ Ասես տղեր ճանապարհ բացեմ, իջնում ենք։ Հելավ գրանատը գցեց թուրքերի վրա, առաջինը գցեց, երկրորդը գցելուց խփին։ Կոմանդիրը։ Խփին են որ տեսանք ոնց մեր աչքի առաջ զոհավ մեր ընկերը։ Ուզեցավ մոտենան վրեժը, ուզեցավ մոտենալ որ բան աներ, սնայպերներ աշխատում, ինքն է բաց դիրքում էր։ Բլինդաժը գրաված էր եւ բարձունքում գտնվողների համար Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ էր։ Սեպտեմբերի 19-ին մութը ընկնելու վրա այդ 5 հոգին սկսեց նահանջել այն ուղով, որտեղ դեռ թշնամի չկար եւ քայլ անելու հնարավորություն կար։ Միակ ճանապարհներ, որ տեսանք թուրք չկա ու քերծնա, տակն է պատկերացնում ենք թուրքը չի կարա քերծը բարձրանա, նայում ենք բլինդաժի կողմ թուրքա, այն կողմը արդեն Շուշիի կողմը թուրքա, դիմացներս թուրքա, սաղ թուրք են, մենակ այդ քերծի ճանապարհն է, որ մաքրվել է ներկապահին թուրք չկա, ու ընդեղ է քերծից է դժվար թուրքեր է բարձրանում։ Նահանջը նրանց հասցրեց խոր զառիթափի եզր։ Հետնահանջի ճանապարհ այլևս չկար։ Թիկունքում հակառակորդն էր, առջևում անդունդը։ Վրեժնա Սարգսյան վրեժից սխալım չեմ ազգանումը։ Վրեժը զանգատան ոչմ, թե բա այնենք էս իշտեղը վեճ կարում ենք հետ բարձրանանք, վեճ կարում ենք իշնիկլի քրծի արանքում սենց մտածենք։ Եվ ստացանք պատրանք իրան հրամանատարից, այդ գումարտակի հրամանատարից, Գառնիկից, որ կան տղաներ այսինչ տեղում, եթե հնարավոր է դրոնով հատնել իրենց օգնություն և իջեցնել։ Սակայն այդ ժամանակ ինքնապաշտպանության գործընթացը այնքան շատ էր, որ այդ դա հնարավոր չէր կատարել։ Դե անընդհատ իրանք զանգում էին ինձ, ասում ձև չկա, հետ գաք, մենք ստղից օգնենք, արդեն ամսի 20-ին, էլի ժամը 10-10։ Հետ եկեք մենք ստղից օգնենք, ռուսներին ասում անցնենք, օգնենք, ոչմ, թաչե ձև չկա, մեր վերևս աղ թուրքեր են, մենք վլագլխներից բարձրացնենք, նախ խփելու են։ Կոնկրետ չէին կարող տեղեկացնել տեղանքը, եթե մենք ունենայինք գոնե տեղանքը հստակ, որոշ չափով կփորձեինք կարողանայինք սեպտեմբերի 19-ին չկատարել, սակայն տեղանք չէին կարող փոխանցել, ընտրեցի որ Alpine Quest-ով, կապելով, որներ կոորդինատները տեղափոխվեն X, Y-ով, սակայն դա հնարավոր չէր, ռեալ տղաները ովքեր գտնում են շրջապատման մեջ, չեն դիապետում այդ ինֆորմացիային, իսկ մեր համար դա կլիներ մի հատ ընտրողական օպերացիա։ Ամսի 19-ին քերծում ենք եղել, 19-ի վերջներ արդեն որ քերծի վրա նստել ենք, 20-ի մինչև ժամը 7-ը քերծի վրա ենք եղել, քերծի վրա գիշերել ենք։ Դե սպասենք լուսանա ուժ ձև չկա, տենանք ոնց ենք անում, պատխոդ անենք, մոտիկանանք։ Ու արդեն հաջորդ օրը դե պատերազմը շարունակում է, ես կապվեցի հրամանատարին, Մաթեո Կարյանին, ասեցի սա վիճակը, փորձեք մի հատ քենդիր բան ուղարկեք, էլի բեսպիլոտնիկով բանով ուղարկեք։ Մեր տղաներից մեկը, ով բնակվում էր հենց Կոբրայի հարակից տարածքում, հիշեց, որ ինքը տունը ունի պարան, որ բավականին ամուր է և թեթև։ Արա գնացինք, վերցրեցինք, չափեցինք, որ երկարությունը համապատասխան լինի, իր ծանրությունը համապատասխան լինի, որ կարողանանք տեղափոխել։ Եվ որոշեցինք, դրոնից ամրագրեցինք, կամրակապեցինք և որոշեցինք նույնիսկ եթե պետք լինի դրոնը քշել, խփել պատին, ժայռին, քանի որ փախնենք պարանը տղաների մոտ։ Քանի որ դեռ ռեպը Ադրբեջանի աշխատում էր և աշխատում էր շատ ուժեղ ու շատ դժվար էր կառավարել դրոնը։ Դու եկանք այդ Կոբրա կոչված այդ տեղամասում մենք։ Այդ տեղանքից բարձրացրինք պարանը։ Բարձրացին գտանք տղաներին։ Եվ դրոնը քշում է չելուց, Գառնիկը իրանց հետ խոսում էր,
եւ արդեն բոլոր մնացած մանրամասները ես փոխանցում եի Գառնիկին, որ չշեղու էի ես առանձին իրենց հետ կապ հաստատելուց, որ Գառնիկին ասում էի, թե իրենք տեսնում են դάχն տեսնում, աչում տեսնում, վերևը տեսնում, ներքևը տեսնում։ Դե այս բանը նա վերևում երևում է, որ GPS-ների սարքը կամերացա, այսինքն GPS-ները խափանման տակ են գտնվում։ Ինձ ընդհակցրել իրանց, որ իրանց գտնելը մի քիչ ավելի դժվար է, թեկուզ իրանց օգնությամբ մի քիչ դժվար է իրանց կարողացան գտնել։ Պարանը, որ Գամբաթ ուղարկեց, 25 զանգեց, ես էի խոսած հեռախոսով Գամբաթի հետ, բա 25 մետր պարանա, հերիքել է, ասի մի բան կլինի Գամբաթ ջան։ Եկավ պարանը կախեցինք, տեսանք չի հերիքում։ Զենքի ռեմենները բոլորը հանել եմ, 5 զենքի, զենք չենք թողել այնտեղ ընդհանրապես, պատրոն չունենք, բայց զենք մի հատ զենք քերծի վրա ենք թողել, որ պարանը կարողանանք կապենք, կապելու հնարավորություն ունենանք, մտցրել եմ երկու քարի արանք, կապել եմ, որ պարանը հնարավորություն ունենա պահի մեզ։ Ընդհանրապես զենք ուրիշտեղ չենք թողել, պարանով իջանք ներքև, ռեմեններն է դաժեմ հարատ ընկավ պարանի վերջից, լախտներս բերեցես հակահաստ բուրկա էր, ուշլատ էր, ընկավ երկու ծառի արանքով սենց սղալով իջավ, հացավը զգաց քերծես մերծես, բայց բախներս բերեց։ Նա իրանք իջան ու ես իսկույն գնացի մեր առաջնագիծը արդեն ԱԱՑ պոստերը դրած արդեն այդ կրկժանի հենց առաջ տա մոտ երկու պոստերը դրած գնացի ու սաղինը զուշացրեցի որ տղեր կան էլի 5 հոգի գալիս են արդեն էլի մոտ ընկած տամսի 20-ին իրիկունն արդեն մոտ ուզմանքն է որ մարդիկ են գալու ու սա գիշեր ես սկսեցի այդ դիրքով ես էի մեկել աշխարհազորի իմ տեղակալներից մեկի հետ Հովիկի հետ ու իմ աղբերս էր, հավալ աղբերս էր, հարազատ Արտուր 3 հոգով գնում գալիս էինք համոզգուշացնում եմ, համելասում կարողա ձեն օրինակ լույս ես տենում ասում ես մերոնք են ձեն ես անում այդ լույսը կորչուբա բայց արդեն թորքերս մոտիկ էլ է հակառակորդը արդեն մոտիկալ է մոտավորապես մի 20 րոպե իջել ենք քերծել 10-ից 20 րոպե իջել ենք քերծ մի անգամ զանգեցին իմ վրա ձորի մեջ որ լրիվ իջել ենք գետով գալիս ենք գետի մեջ ենք արդեն ուրախացա մի բայ ասի գետից դուրս չգաք եւ ձեր հետքերնա որ չի երևալու էլի եւ գետով արեք դաժե եթե անցանելի տեղ չկա մինձև անցեք թո ջուր դառնաշորն Ուսադեմ ժամը 6-ին ես նոր Գամբաթը մեզի եկալ եմ մինչև իմի վերջն է իմ մոտ ասավ ջուրը ինք եղեք Գամբաթի վերջը վեցտավեց այդ պահին հակա դե պատկերացրու հատե այդ որտեղ իրանք եղել են այդ իշնելը մեկ էլ այդ տարածքը 2-3 կիլոմետր է Սևորիշ այդքան 2-3 կիլոմետրի իրանք 10 ժամ էլի պատկերացրու 10 ժամ իրանք այդ 3 կիլոմետրի եկել են Չնայած որ այդ տղաներից ոչ մեկը չեմ էլ տեսել մինչև դրանից հետո կարող է տեսել եմ այն ընթացքում երբ որ գնացել ենք իրար դիրքից վիրավորը չստնելու միայն կարող է իրարը տեսածնենք բայց այնքան խառը վիճակ է որ չեմ հիշում ես ոչ մեկին այնտեղից եւ դրանից հետո էլ չեմ իրար տեսել չեմ խոսացել սակայն իմ օգուտը հանգստությունը միայն դրան մեջ է գտնվում որ հնարավոր է եղավ այդքան մարդու կյանքը փրկել առավոտ ես եկել եմ տուն մի անգամ շպարկել եմ քնել եմ ոչ մի բան ոչ հարցրել եմ ոչ բան եմ արել հաջորդ օրը նորի ժամը 2-ի 3-ի կողմերը զարթնել եմ նորի մացել եմ որ կապիտուլյացիա իհարկե դա մեծ նշանակություն ունի ինձ համար անձամբ ես մի քիչ լավ զոհ տվել եմ դե մարտա պատերազմա չես կարա ասես զոհ չես կարա չտասել է կռիվա այդ բայց այդ տվյալ պահում արդեն 5 հոգու կյանքս փրկում է դե արդեն գիտես ոնց ես քեզ լավ ես զգում Քերծի վրա մենք որ հեռախոսով առաջ կապ ունեցանք Գամբաթի հետ ենք ունեցել դե ես գիտեի զոհերը շատ են մեր արջուկին դե տեսել ենք բայց
մեր հետ կար ապրեսը նաև, որը որ մեր մոտ ա եղել ու չենք տեսել ապրեսին։ Իջա բլինդաժի կողմ, հետո տեսանք բլինդաժի կողմից զորքա բարձրանում, ասում եմ կամբատ ասում եմ ապրեսները զոհ ասում է չէ ապրեսը կողմերը դա մեծ ուրախություն էր մեր համար, հենց որ մենք բոլորս գիտենք ապրեսն էլ է զոհվել, բայց ասաց չէ ապրեսը հենա կողոսա։ Ընդեղից իմացանք, որ Բոյրանն զոհվել է, մենք քերթի վրա ենք իմացել, որ Բոյրան զոհվել է։ Համանցեր 42-ի կողմից բոլորին գիտես։ Առաջին պատերազմի վետերան Բորիս Բալայանը, հայտնի որպես պուլեմյոտչիկ Բորյա, մահացավ սեպտեմբերի 20-ին հիվանդանոցում։ Արթուր Աղաջանյանի Արջուկի մարմինը Խաչին պոստից դուրս բերվեց սեպտեմբերի 22-ին։ Երկուսն էլ առաջին պատերազմի վետերաններ էին եւ մանկության ընկերներ։ Բալայան Բորիսը Միկել Աղաջանյանը նույն թաղից են, նույն շենքից են, միասին մանկություն անցկացրած, իհարկե տարիքային առումով Աղաջյան Արտուրը մեծ է, Արտուրը 1968 թվականն է, իսկ Բալայան Բորիսը 70 թվականը, 1970 թվականը, այսինքն 2 տարվա ռազմիցով, բայց միասին են եղել եւ պատերազմը, առաջի պատերազմում են միասին անցել Եվ ուզում էին դաժե իմ մոտ, երբ որ աշխարհ միշտ ուզում են միասին լինեն, իրար մոտ լինեն, ասել չէ ուզում միասին լինեն, քանի որ ես երկուսին էլ լավ եմ ճանաչում, իրանց ամեն ինչը, ասի տարբերությունները ունեն, որ արխային եմ։ Բալայան Բորիսը դեռ ջայր ժամանակ դեռ ես 18 տարեկան էր կամ 19 տարեկան, երբ որ ստացավ ինքը իրանը մարտական խաչը, առաջին մարտական խաչը։ Մարտական խաչ ստացավ 90-ական պատերազմի ժամանակ։ Հետո ինքը եղել է Բալայան Բորիսը եղել է Շուշվա Վաշտում Վաչագան Իշխանյանի զորամասցիա Վաչուրի ընկերներից է եղել, Աղաջյան Արտուրն էլ բանում է եղել, Վահանի Ղարիբյան Վահանի Վաշտում է եղել։ Հետո իշխան ընկերությունը շարունակվել է մինչև վերջը օրերներ պահում էին իրանց ընկերությունը, իրան շփումը անկախ նրանից բավականական թաղը հետո վերածվեց դառավ ազատամարտիկների փողոտ, բայց իրանք այդ ընկերությունը պահում էին, այդ հարաբերությունը պահում էին մինչև վերջի րոպեն եւ նույնիսկ այսօրվա դրությամբ իրանք իրար կողքի թաղված են, Եռաբլուրում թաղված են, իրար մոտ են թաղված։ Ես այսօր մենակ եմ, բայց ամս բոլորն այստեղ։